Ամբողջ գիշեր Մոսկվայում ինտերնետ չկար, բանդերականները որոշել էին հայրենական պատերազմի տարելիցը 85-ամյակը ռուսներին մի քիչ ջղայնացնել, չափից ավելի 301 անօթաշիու թռչող սարք, որի մեծամասնությունը Մոսկվայի ուղղությամբ էր։ Ինչևէ, այսօր հունիսի 22-ն է, բանդերականը մնում, անգամ Աֆրիկայում, այս պատերազմը շարունակվում է։ Ուրեմն շատ լուրջ դժգոհություն կա Մոսկվայական հանրության մոտ այս պատերազմի ձգձգման հետ կապված։ Դե մարդիկ իրոք հոգնում են, հատկապես այն գլամուրային երիտասարդությունը, որը զրկվում է ինչ-որ ինտերնետից, պրոբլեմներ ունի հիմնական միջազգային ցանցերի հետ հաղորդակցվելու, մարդիկ ձանձրանում են, զոհերի քանակը շատանում է, դժգոհում են ռուսական բանակի դանդաղ առաջ խաղացումով, բայց գիտեք ինչ կա, եւ այդ հիման վրա շատ անհեթեթ հետևությունների են գալիս երբեմն, շատ անհեթեթ, դե վիճակի չէ Ռուսաստանը հաղթել, Ուկրաինան անպարտելի է, էսա, այնա, կարծում եմ, համոզված եմ իրականությունը տենց չի, Ռուսաստանին ոչ թե ձեռնտու է պատերազմի դանդաղ ընթացքը, Ռուսաստանը ավելի մեծ պատերազմի է պատրաստվում, այսօր արդեն ակնհայտ է, որ առաջիկայում տեղի կունենա չափազանց մեծ արագ սրընթաց պատերազմ, պրևենտիվ պատերազմ, եվրոպական մի շարք երկրների դեմ, մոտավորապես Պուտինը կանե այն, ինչ Ստալինն արեց 1939 թվականին, վնասազերծելով ճապոնյան խալխին գոլում։ Եթե նա դա չաներ, հայրենական պատերազմի ժամանակ Ճապոնիան անպայման կմասնակցեր եւ չես կարող ասել, թե ինչ կլիներ սովետական միության վիճակը։ Հիմա պրևենտիվ պատերազմը խուսափելի է, եվրոպացիք բոլոր քարտ բլանշերը տվել են Պուտինին։ Մարդիկ չեն այդ հաղթումը, որ եւ օդային տարածք են տրամադրում, ինչը պատերազմի մասնակցելուն հավասար բան է։ Երբեմն ասում են, թե բادرականների մեջ չեն հարցնում, մեր օդային տարածք են մտնում, բայց հիմա այդ ասելով չի։ Դա բան չի։ Ռուսաստանի վերաբերմունքի վրա պետք է չասի, ինչ ասես չեն անում, զինվում են, ավելին ուղղորդում են բանդերական հարվածները Ռուսաստանի տարածքի խորքը եւ այլն, այսինքն իսկ Ռուսաստանը առայժմ զգուշացումներով է յոլա գնում, բայց իհարկե այս ամեն ինչի վերջը շատ վատ կլինի Եվրոպայի համար։ Մի բան չմոռանանք, որ Պուտինը ձյուդոիստ է, ձյուդոն ինչ է, ռուսերեն հայերեն թարգմանած դա նշանակում է հապուկ ճանապարհ։ Այսինքն ձյուդոիստի կյանքի սկզբունքը փիլիսոփայությունն է, դա թշնամուն հնարավորինս մոտ քաշելն է, մոտ պահելն է, ասինքն հետագա վրաքաշի ենթարկելու համար։ Հիմա տեսեք Պուտինը ոնց է վարվում իր թշնամիների հետ, ասենք Թուրքիայի, Ղազախստանի, նա հնարավորինս կապում է իրեն դրանց հետ, այսինքն նրանց իր հետ։ Օրինակ 20-25 տարի առաջ ոչ մի կախման մեջ չէր Թուրքիայի էկոնոմիկան ռուսականից։ Այսօր առանց ռուսական էներգակիրների դժվար է Թուրքիայի էկոնոմիկան պատկերացնել։ Բացի այդ, Թուրքիան դարձրեց գազային հաբ եւ ոչ միայն գազային։ Թուրքերին դա ձեռնտու է եւ էժան էներգակիր ունեն եւ հաբ են դարել այլ երկրների են վաճառում ռուսական էներգիան։ Հսկայական ատոմակայան կառուցեց այս Ակույում, ատոմային էներգետիկան էլ է, չէ, կախման ձեր միջոց, որ դու մարդուն պարտքի տակ ես սկսում, ապահով ես նրա
էլեկտրաէներգիայի արտադրանքը, բայց այսինքն մոտ ես պահում, որ ամեն րոպե կարողանաս հեշտությամբ վիզը փոխես։ Նույնը Ղազախստանում արեց։ Վերջապես ստորագրվեց այդ 10 միլիարդանոց պրոյեկտը ատոմակայանի։ Ինչևէ, հիմա եւ ռուս հանրության համբերությունն է լսվում։ Եվ կա վտանգ, որ այս պատերազմը իրոք վերածվի հայրենականի, իսկ հայրենական պատերազմները ռուսները սովորաբար վերջացնում են Եվրոպայում։ Իսկ պատերազմը ո՞ց կարող է հայրենական դառնալ։ Եվս մի քանի սրբապծություն, այսինքն հարված Կրեմլին կամ ինչ-որ մի զանգվածային սպանություն, տերակտ, կամ ինչ-որ աստվածչանի միջուկային դիվերսիա, եւ պատերազմը կդառնա հայրենական, ինչից ուզում են խուսափել նաեւ ռուսները, ուզում են խուսափել, բայց դա չի փոխում նրանց մտադրությունը պրևենտիվ պատերազմի, հետագա մեծ պատերազմը կանխելու համար, այն ինչ արեց Ստալինը Խախինգոլում 39 թվականին եւ դրանով կանխեց ռուս-ճապոնական պատերազմը։ Հիմա անպայման այդ հարվածը եվրոպացի կստանան, կխայտառակվեն, նրանց անճարությունը ցույց կտանեն աշխարհին եւ ՆԱՏՕ-ն կվարկաբեկվի, ինչեւ է, Եվրամիության միասնականությունը կխարխլի, իսկ Փաշինյան Նիկոլը պարզա շատ դրկո կմնա այդ ամեն ինչից գնում մի տեղ, որը ասացի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, բայց հայ ժողովրդին մի քիչ այլ կերպ են բացատրում, թե իբր մենք եվրոպական արժեքներ ենք սիրում, եվրոպական դեմոկրատիա եւ այլն եւ այլն։ Ինչեւ է, հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Աննոր կարծում եմ լրահոսում Չինաստանը խստագույնը դատապարտել է Բրյանսկում Բելարուս երեխաների ավտոբուսի վրա հարձակումը։ Սիտիպինը ամենայնի պարապ է, ժամանակագետում բավաց Փաշինյան Նիկոլը չէ, որ ծպտուն չի անես ոչ Բրյանսկի համար, ոչ Ստարաբելսկի այդ 21 դեռահասի սպանության համար, ոչ Զապորոժիեի ատոմակայանի հավացելու, դե հիմա Փաշինյան Նիկոլն է որոշող, նրան ասելն է, որ Զելենսկին դեմոկրատ է, ուրեմն որպես ճիշտը Զելենսկին է, всё, գնա համակերպվի, Զելենսկուն տար Երևան բեր, կարևորը Պուտինը չգա Երևան, ինչեւ է տեսանք այս հայտարարությունը ոնց կավարտվի։ Չէ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան եւ Telegram-յան ալիքներին, լավ մնացեք, կհանդիպենք շատ շուտով։